Մայիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Օրակարգում Արթուր Սարգսյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի և Վահագն Չախալյանի խափանման միջոցների հարցն էր։ Պայքարի անդամներն արդեն 11 ամիս գտնվում են անազատության մեջ։ Վերջին ամիսներին դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել տնային կալանքը և վարչական հսկողությունը։ Հանրային մեղադրողը միջնորդեց ուժի մեջ պահել Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը և այն երկարացնել ևս 3 ամսով։ Եթե շարունակվի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվել տնային կալանքը, սա կլինի ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին, իր խոսքում նշեց պաշտպան Էմին Խաչատրյանը, հավելելով, որ Արթուր Սարգսյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի մեջ, մինիմում, որտեղ ասել եմ հունիսի 7-ին ընտրությունները, բայց տեղ մի հատ հետաքրքիր բան կա, որ մեր մեղադրողներն ասում են իհարկե նվազել է, բայց Սարգսյան Արթուրը պետք է մնա կալանքի մեջ։ Ուզում եմ հասկանամ, ես 10 ամիսա ուզում եմ հասկանամ, ես ինչ են կարել, որ նվազել է։ Ասեք, ես ինչ բան արել եմ, ռիսկը նվազել է, ինչ են կարել, որ նվազել է։ 10 ամիսա տենց չկարաք ասեք, թե ինչ են կարել, չեք են կարելու ասեք, ինչ են կարել, հունիսի 8-ին արժանապատվությունը հաղթեց, մենք կարդարացվենք, արժանապատվությունը չհաղթվեց, մենք կդատվենք։ Սա է իրականությունը, որտեղ արդարադատություն չկա։ Այնուամենայնիվ դատավոր Կարեն Ֆարխոյանը Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։ Չնայած պաշտպանական կողմի առարկություններին ու միջամտություններին, դատավորը 2 ամսով երկարացրեց նաև պատգամավորի թեկնածու Իգոր Սարգսյանի տնային կալանքը, այսպիսով սահմանափակելով նրա մասնակցությունը ընտրական քարոզարշավին։ Ակնհայտ է, որ սա մեզ մեկուսացնելու և քաղաքական պրոցեսներից հեռու պահելու համար է, իր ելույթում հայտարարեց Իգոր Սարգսյանը, հավելելով. «Մեր գործողություններում մինչ այս պահը չեք կարողացել և չեք էլ կարող գտնել որևէ հակասահմանադրական կամ հակաօրինական արարք։ Մենք մշտապես գործել ենք հանուն հայրենիքի և մեր պետականության»։ Ես չեմ խնդրում, որ խափանման միջոց փոխեք, չեմ ուզում եք խափանման միջոցը փոխեք, նստացրեք կալանքի։ Հարցը չէ, բայց գոյություն ունի ճշմարտություն, պարզ, հոգևոր ճշմարտություն, մարդկային ճշմարտություն, որ այդ ամենին պատասխան պետք է տրվի։ Իմ առաջել, ազգի առաջել, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Պատասխան է տրվելու, բոլորն են պատասխան տալու։ Ես էլ եմ պատասխան տալու իմ արածների կամ չարածների, դուք եք ձեր արած-չարածների համար։ Բայց իմ ժողովրդին մի բան կխնդրեմ։ Ժողովուրդ ջան, ընտրեք այնպիսի ղեկավար, այնպիսի առաջնորդ, ով ձեր պատիվը կպահի։ Դատարանը նույն ժամկետով երկարաձգեց նաև Վահագն Չախալյանի և 1 ամսով Կարո Օկումուշյանի տնային կալանքը։ Այն որոշումները, որ կայացվում են այստեղ, ձեր որոշումները չեն։ Ուզում եք վիրավորվեք, չեք ուզում մի վիրավորվեք, պատվարժան դատարան, անկեղծ ձեր որոշումները, անձնական ոչ մի բան չկա, ձեր որոշումները չեն, որովհետև մեղադրանք չկա հիմքում։ Տասնապատիկ անգամ ասել ենք, մեղադրանք գոյություն չունի, մեղադրողն ասում որ պայմանները չեն նվազել են, ինչի պայմանները, որ հանցանքի, հայրենասեր լինելու հանցանքի, հայրենիք ունենալու ցանկության հանցանքի, այդ հանցանքի, դա է հանցանքի հիմքը։ Այս մեղմաբանություններին վերջ տրվի մեր կյանքում։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում նշանակվեց հունիսի 4-ին ժամը 15-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Գողացել եք դուք ուրախությունս, որ կորը տրսած առլետի նման, գողացել եք դուք երջանկությունս, դարձրել ձեր կուրքին խնջույքի սեղան։ Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանի խոսքերով ու Դավիթ Ամելյանի երաժշտությամբ «Իմ հայրենիքը» երգը հնչեց Բագրատ սրբազանի 55-ամյակի առթիվ։
Չդադարող ծափահարություններով ներկաները շնորհավորեցին անազատության մեջ գտնվող սրբազանին։ Արարատի մարզի Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Լույսի հաղթություն» խորագրով երեկո նվիրված Բագրատ arczepiskopos-ի 55-ամյակին։ Բագրատ սրբազանը 55-ամյակը նշեց ապօրինի ազատազրկման 330-րդ օրը։ Հավաքվել էին սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ, արվեստագետներ։ Ներկաներին ողջունեց ու սրբազանին շնորհավորեց Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Պատմեց, որ իր հոգևորական դառնալու ներշնչանքի աղբյուրը Բագրատ սրբազանն է եղել։ Նա ուժ, կարողություն, ինչպես նաև ֆիզիկական ազատություն մաղթեց Բագրատ arczepiskopos-ին, նշելով, որ հոգևոր ազատություն նա ունի նաև անազատության պայմաններում։ Այս հավաքույթը, այս օրվա խորհուրդը մեզ սթափեցնելու համար է։ Մեզ թմբիրից հանելու համար է։ Մեզ սրբազանի և իր նման չվախեցող, ճշմարտությունը բարձրաձայնող հերոսների, պատմական անձանց կերպարների գործը շարունակելու, տարածելու, այդ ներշնչանքով ապրելու և նաև փոխանցելու համար է։ Բագրատ սրբազանի քույրը Արփինեն ասաց, որ տեսակցել է սրբազանին, 2 ժամ 50 րոպե նրա հետ է եղել, ընթերցեց նրա նամակը։ Իսկ այսօրվա ամենամեծ և ամենացավալի կտանքների և հոշոտման կալանավորն է մեր հայրենիքը։ Եվ թող այս միջոցառումը լինի նրա ազատագրության, հնչյունի փողը, ճշմարտության, արդարության, հաշտության և սիրո, վերականգնումի և ապաքինումի հաղթանակի ձայնը։ Ինձ մեղք թող չվերագրեն հայրենիքի պաշտպանող ասել, որովհետև դա մեզ ընծայված սրբազան երկիրն է։ Էկրանից հնչեցին սրբազանի տարբեր ժամանակներում ասած մտքեր, հատվածներ քարոզներից, ներկայացվեցին համերգային կատարումներ ու պոեզիա։ Երեկոյի ընթացքում հանդես եկան Դավիթ Ամալյանը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Աննա Մայլյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռուբեն Քամալյանը, Լիլիթ Բլեյանը, Արմինե Ամալյանը, Արամոն Արսեն Սաֆարյանը, Վահե Քոչարը։ Կազմակերպել էին Դավիթ Ամալյանը, Արար Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը, սցենարը Լևոն Գալստյանինն էր, ռեժիսորը Արթուր Սահակյանն էր։ Մտավորականների մեջ իրեն շատ Թումանյանին եմ նմանեցնում։ Միշտ իրեն էլ եմ ասել, թեպետ ինքը համեստորը միշտ զասնում է ինձ, սրբազանը բառի բուն իմաստով սրբազանը եւ մտավորական։ Քաղաքականությունը ուղղակի ցավոք սրտի ես որ ասում են ինչ է քաղաք, մենք քաղաքականության մեջ չենք, այսօր ազգապահպանման եւ պետությունապահպանման ճանապարհին ենք, հույսանք Աստված առաջ շնորհ կլինի։ Շատ հարգելի, սիրելի մարդու ծնունդ է։ Ինքն էլ հոգեպես մեր հետ է հաստատ մեր ընկերն է, մեր գաղափարակիցն է, մենք իրեն գաղափարակիցներն ենք եւ այդ կապակցությամբ որոշեցինք բաց չթողնել իր այս 55-ամյակը, որովհետեւ հետո ինչ որ հիմա ֆիզիկապես էստեղ չի։ Ստիպված հոգեորականը մտա, որ ես որ բացարձակ քաղաքականության չկամ, ուղղակի չկամ, չեմ ուզում լինեմ երբևէ։ Բոլորս խառնվեցինք, դարձանք քաղաքական ինչ-որ բաներ։ Այնինչ ես իմ մասնագիտությունը ունեմ եւ ոչ մի բան հետ չեմ փոխի այդ մասնագիտությունը։ Ոչ մի քաղաքականության հետ, ոչ մի կուրսացության հետ։ Տենց եղավ, դրա համար ստիպված թե Բագրատ սրբազանը, թե մնացածը ընդամենը ասվում է մի բան։ Լավ անելու փոխարեն վատն արվում։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս հետաքրքիր հոգևոր հանդիպման, այսպես ասենք, նրա ծննդյան 55-ամյակի արդիվ։ Մենք փորձել ենք Արթուր Սահակյանի հետ համեստ արտահայտչամիջոցներով այնպես կառուցել ամբողջ հանդիպումը, որ պատշաճ լինի, վայել լինի այդ իսկապես հոգևոր մարդու Բագրատ սրբազանի կերպարին։ Ընտրել ենք այն նյութերը, որոնք փոքր-ինչ վեր են
օրվա աղմուկից, ընթացքից, որ եւ բացահայտում են նրա եւ մարդու եւ որպես բարձր հոգեվորականի կերպարը։ Այդպես ընտրված են նրա խոսքերը, քարոզները, հորդորները, հոգեվոր ուղերձները, այսպես ասենք։ Եվ դրանք զուգակցվում են Նարեկացու Մատյանի այնպիսի տողերով, որոնք ըստիս ներդաշնակ են այն նյութին, ինչը տվյալ պահին ցուցադրվում է։ Այսօր բոլորս պետք է գիտակցենք, որ Բագրատ Սրբազանը այն ամեն ինչը ինչ հիմա կրում է, այդ դժվարությունները, որ նույնիսկ այսինքն հիմա ինքը բանդարգված է, այդ ամեն ինչը մեզ համար է։ Եվ Երանի մեզ, եթե կարողանանք մենք այդ գիտակցումով ապրենք, որ ամեն մեկը չէր, որ կարող էր այդ ամեն ինչը վերցնել եւ արտնացնել ժողովրդին եւ դանել դեպի ազգային իրավունքների եւ պետական իրավունքների համար պայքարի։ Երեկոյի տեսագրությունն ու այս օրերին հնչող տեսաուղերձները փոխանցվելու են Բագրատ Սրբազանին։